50 օրյա ճամփորդությունը հարության օրերու մեզի ահա հասցուցին երկրորդ ծաղկազարդին։ Առաջին ծաղկազարդի պատմությունը գիտենք սուրերիներ։ Հիսուս իր խաչելութենեն առաջ Երուսաղեմ մտավ եւ թե ձեր, թե մանուկ իր հրաշքներու մասին լսած էին եւ ամենքը սկսան կանչել Օվսաննա, օրհնյալը լան, որ գուկա Տիրոջ անունով Իսրայելի թագավորը։ Ուրախությամբ դիմավորեցին Քրիստոսը այն հույսով, որ իրենց կարծած թագավորը դիմա։ Տերը տաճար մտավ, բայց հոն իրեն հաճելի բաներ չգտավ։ Վաճառալուն դարձուցեր էին, դրամ կփոխեին, քարում կառնեին, կծախեին, արև դուր գնեին։ Անորաբար խարազանը առավ եւ ամենուն դուրս հանեց ասելով իմ տունս գրված է աղոթքի տուն պիտի կոչվի, ինչ դուք զայն ավազակներու որջի վերածած։ Երկրորդ ծաղկազարդը սիրելիներ, մենք կգիտնանք մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր լուսավորչի պատմության միջոցով։ Ուրեմն Գրիգոր երկրորդ վկայասեր կաթողիկոսը կպատմե այն օրերու մասին, երբ Սուրբ Գրիգոր լուսավորիչը խոր վիրապի մեջ էր։ Եթե եղած եք, հոն անգարելի է, որ շունչը լա, կենթանությունը լա եւ մանավանդ 15 տարի։ Սակայն Աստված իր Սուրբին հետ ծրագիր ուներ, որպեսզի այդ Սուրբը պահե, մխիթարե, զորացնե, ինչ կնե, հրեշտակ մը կղրկե ամեն օր, որպեսզի իր հետ ժամանակ անցնե եւ սորվեցնե։ Ուրեմն ամեն օր հրեշտակ կկայցելե Սուրբ Գրիգոր լուսավորիչը։ Եվ ահա օրը կբացակայի հրեշտակը։ Երբ որ հաջորդ օրը գուկա, կհարցնե Գրիգոր լուսավորիչ, թե ուր է իր հրեշտակը, եւ գսե, որ մեր 4-րդ դասի հրեշտակներու մոտ մեծ տոն էր, որովհետև Հիսուս համբարձում առավ, երգիրն էր, երգինք բարձրացավ եւ այսօր մեր քովը յուր էր։ Ուրեմն կբացատրե նաեւ Գրիգոր լուսավորիչին, որ երգինքը 9 դաս հրեշտակներ ունի, այսինքն դիեզերքը, որ մենք կտեսնենք, 9 դաս դեռ ավելի բարձր է, քան մենք կրնանք որևէ գործիքով տեսնել։ Ուրեմն համբարձումեն 9 օրեր շարունակ Հիսուս ամեն դասին գայցել է եւ կպատմե իր մարդ դառնալու խորհուրդը, թե ինչպես իր հարությամբ մարդոց դեպի առողջություն, դեպի խաղաղություն եւ հարություն պիտի առաջնորդի։ Եվ ամեն դասին մտնելուն հրեշտակները կխոսին իրարու հետ, վեր-վերի դրացիի պես։ Իշխաններ, ցերտորները բացեք, որ մտնե թագավորը փառքելու։ Ինչպես երբ որ սգիրը կբերենք, որ Քրիստոսի խորհուրդն է, հարցում պատասխան կլա քահանայի եւ սարգսակի մեջ։ Համբարձեք ըստունս ծերի վեր, համբարձեք իշխան ըստունս ծերի վեր, որ մցե թագավոր պարած։ Իշխաններ դռները բացեք, որ փառքելու թագավորը ներս մտնա։ Ուրեմն հրեշտակները գունախմբեն Տիրոջ այցը եւ մուտքը վերին Երուսաղեմ։ Մեր հոգինա, սիրելիներ, խորունկ մագարտակներ ունի եւ Քրիստոս ընդունելու մեծ փափագ ունի։ Երուսաղեմը խաղաղության քաղաքն է, արդեն բառը ալ կնշանակի։ Ուր տեղը որ քաոս չի գա, եւ մենք հայկապես շատ ադեն, երբ որ կփափագին երկինքի մասին խոսիլ, վերին Երուսաղեմ կսենք։ Երբ որ մենք հոգեանգստյան շարական երկենք, ի վերին Երուսաղեմ երկենք։ Ուրեմն վերին Երուսաղեմը սուրբերու խաղաղության վայրն է, ուր Քրիստոսի ներկայության մեջ են բոլոր սուրբերը։ Եվ գսե Տերը, երբ որ կհարցնեն երբ պիտի կա արքայությունը, Տերը գսե, որ արքայությունը արդարքնապես երևելի ձևերով մի չկա։ Արքայությունը ձեր մեջ է եւ ձեր միջև է։ Այսինքն ձեր մեջն ալ խաղաղություն ունեցող տեղ մը կա, որ Երուսաղեմի կնմանի։ Մենք որքան որ կմոտենանք Աստուծո, իր երկնային խաղաղությունը մեր մեջ կհաստատվի։ Շատ ադեն մարդիկ շատ սփաղ եւ վազվզոց կյանք ունենան, չէ՞։ Ասեն կսկաս, որ ալեխարն է, վիճակին շատ խառը վիճակի մեջ է։ Եվ երբ որ հարցումը պատասխան մը գուզեն հարցումի, կսես, որ ինչպես է հարաբերությունը Աստուծո հետ։ Ահա գնես, պատարակի կմասնակցիս։ Կսեն ինչ կապ ունի ադիգա, ես մաշատ սփաղ եմ։ Բայց երբ որ Աստուծո հերո ես, ամեն գործը թերի է։ Չէ՞ որ Հիսուս ինչ ասավ, առանց ինձի համը չեք կրնարնել։ Առանց ինձի ոչ մեկ հաջողություն չի գա եւ առանց ինձի խաղաղություն չի գա։
Ուրեմն Հիսուս կուզե, որ մեր սրտերու մեջ մնայուն տեղ ունենա եւ ապրի մեր մեջ։ Այսինքն շատ կարևոր է հասկանալ։ Հիսուս ոչ թե կուզե, որ քան շաբաթը 2-3 ժամ հոս անցնենք, վերջ երթանք առանց իրեն ապրելու, մեր ուզած աջենդաներով կյանքը քալեցնենք։ Ոչ կսե։ Ես եւ հայրս կուզենք մեջդ բնակել, այսինքն մեր էությունը ձեր հետը բաժնելու։ Ադոր համար Հովանու ավետարանի մեջ Տերը հստակ կսե, ով որ գսիրես իս, խոսքերս կգործադրե։ Հայրս ալ պիտի սիրես այն, եւ ես ու հայրս անոր պիտի կանք եւ անոր հետ պիտի բնակենք։ Այսինքն քեզի դուրսեն չէ որ պիտի սիրենք, այլ ներսեն պիտի սիրենք, որտեղ դու մեր սիրելի զավակն ես։ Երբ Երուսաղեմ մտավ Տերը քաղաքը թղրտաց, որտեղ Աստված զորությամբ եկավ։ Մեծ էր թղրտությունը, որը սին որ թատրեցուր ասպզդիկները, թող չսեն, որ թունես տավթի թակավորի որդին։ Ես դերը սավ, եթե իրենք լվեն հավատացեք, քարերը պիտի աղաղակեն։ Այսինքն շունչ չունեցող առարկաներն ալ պիտի Աստծո փառքի մասին խոսեն։ Առաքյալները այդ զորությունը սկացած էին իրենց կյանքի մեջ, որտեղ ամբողջությամբ Աստուծո հանձնվեցին։ Սուրբ Հոգու զորությունը ընդունեցին։ Վաղկոտ Պետրոսը, որ 40 օրեր առաջ ուրացել էր Քրիստոսին, ահա գերտա միջև Հռոմ եւ թագավորներու թագավոր Կայսերին առջև կսե, որ ես Քրիստոս կտավանիմ, ավել լավ է Աստծո խոսքը գործադրել, քան մարդոց հնազանդել եւ վկայել Քրիստոսը։ Սուրբ Ստեփանոսը աղոթեց Սուրբ Հոգով իրեն քարգոծողներուն համար, որտեղ մենք կսենք, որ պետք է մեր թշնամիները սիրեն, ադի անգարելի է, եթե Սուրբ Հոգին մեզի չսորվեցնի։ Առաջին տարու քրիստոնյաները արուզներու առջև գնեցին եւ փոխանակ վախնան եւ փախին շարականներ եւ սաղմոսներ երկեին, որտեղ Սուրբ Հոգին իրենց մեջ է եւ զորություն ունի։ Մեր կյանքի մեջ ինչպես իրականություն կդառնա այս ամենը։ Դարաշրջան մգաբրինք, որ վազելով վազվզոց է, խառնաշփոթ վիճակ է։ Եթե մենք արքիլագը, այդ բրեյքը չգողենք, կյանքը շատ արագ պիտի անցնի մեր միջով։ Ինչպես պիտի ընդունենք Քրիստոսի զորությունը։ Մենք բարձ կրոնական պարտականություն է, որ երթանք Քրիստոսին, կամ ուզենք իր զորությամբ լեցվիլ եւ ապրիլ իր հետ, թե հոս, թե վերին Երուսաղեմի մեջ։ Որտեղ մեր ամբողջ արարողությունները սպասում են, որ վերջը վերջո Տիրոջ ընթրիքը պիտի ուտենք իր արքայության մեջ։ Ոչ թե ինչ եղավ վերջը, ոչ, այս ամեն ինչը ինչու խորանապատվել երկինքի իրականության մասին է։ Ինչու սարգսակները նույն հագուստը կառնին, որտեղ հեշտագներու տեսքը ունին, եւ ինչու աս տեսակ պաշտամունք կկատարեն, որտեղ Սուրբ Գիրքը եւ Հայտնության Գիրքը ասոր մասին կխոսին, որ երկինքի մեջ աս տեսակ պաշտամունք պետք է ալա։ Եվ Տերը գուզե որ մտներ մեր սիրտը։ Մենք արդյոք կուզենք, որ ինքը մեր սիրտը մտնե։ Կսե Տերը, ահա ես դրան առջև եմ եւ կփախեմ։ Եթե մեկը իմ ձայնս լսե եւ թուրը բանա, ներս պիտի մտնեմ եւ անոր հետ պիտի ընտրեմ։ Անալ ինձի հետ։ Ամեն օր հիշեցեք, սիրտի առջև կեցած է Տերը։ Քրիստոս մշտապես ներկա է եւ գուզե ներս մտնել մեր սիրտը եւ զորացնել, որ մենք մեր կյանքի բարդականությունները սիրով եւ համբերանքով կատարենք։ Այսինքն ինչի բագաս որ ունենք, եթե ինքը ներկա է, կլեցվի։ Մարդու սիրտը պարդեզի մը գնմանի, որ երկու բանալի ունի սիրելիներ։ Ինչպես այդ բանկայի սեյֆ բոքսերը կան, չէ՞, մեկ հատ իր կողը կպահվի, մեկ հատը մեր կողը։ Հիսուս դրած է այդ բանալին։ Մյուս բանալին մեր կողն է, որտեղ ազատ կամք տված է մեզի, որովհետեւ գրնա ինքնալ մեզի հետ գործածել այդ բանալին եւ մեր սիրո, մեր սրտի ակարագը մտնե, պարդեզը մտնե, որովհետեւ գրնանք իրեն պայել։ Երկրորդ տարի մեծ վարդապետ Սուրբ Իրենեոս կսե երբ Քրիստոսին ընդունելու թուրը կբանանք, Քրիստոս երկու թևերը բաց մեզի կմոտենա։ Մեկ թևը Հայր Աստված ինքն է, մյուսը Սուրբ Հոգին։ Երբ մոտենանք, սիրով կողջակուրվի եւ մեր վրա Սուրբ Հոգի զորությունը կգուչի։ Այսինքն մենք որչափ իր հետ մտերմություն ունենանք, Սուրբ Հոգին իրական կլա, կզգանք իր ներկայությունը եւ վերափոխող կյանք ունենանք։ Եկեղեցին կսորվեցնե ինչպես բանանք մեր սրտի տուրը սիրելիներ։
ամենօրյա աղոթքը բանալին է, իր հետը պետք է խոսենք, ոչ թե բամը ուզելու համար, այլ իր ներկայության մեջ կանոնավոր մտնելու համար։ Հիմա շատերը ծավալներ ունենք, մեկը կզանգե ճաշ պատրաստեն ինձի համար, մեկը կզանգե զավակը դպրոցեն, մեկը չեմ գիտե ինչ կուզե, դուք կնեք սիրով, բայց երբ որ գտայնեն առանց աջենդայի, գսեն ինչպես ես, կամ սուրճ խմեմ հետդ, ներկայությունը մեջ կուզեմ մնալ, դուք ավելի լավ գսկա, ես ավելի լավ գսկամ, որտեղ ոչ թե ես միջոց եմ զավակնելուս համար, այլ ներկայություն։ Նույնը Աստված է, ուզե որ իրեն սիրուն երթանք իրեն, ինչպես Դավիթ Սաղմոսողը գսե Աստված հաճույք կառնի ժողովուրդ, այսինքն գուզե իր ներկայության երթանք եւ ինչպես այդ լռության մեջ իրարու ճաշակի։ Ուրեմն աղոթքը ճիշտ այդ բանալին է։ Իր խոսքերը պետք է գիտնանք սիրելիներ Սուրբ Գրքի միջոցով։ Կադակ բան չէ, որ ամեն գիրագի կդարձնենք Սուրբ Գիրքը, միշտ խորանելու մեջտեղը դրված է, որտեղ Սուրբ Գիրքը Աստծո ապրող խոսքերն են, որ մեր միտքը եւ սիրտը կնորոգեն։ Ամբողջ կասկածները, որ ունենք, անգիր է, որ մենք Աստծո խոստումը շատ ադեն չենք գիտեր։ Ամբողջ վախերը, որ ունենք, անգիր է, որ չենք գիտեր, որ Աստված ավելի մեծ է բոլոր վախերեն եւ բոլոր փորձանքներն։ Ուրեմն մեր կյանքի ուղեցույցը պիտի լա իր լուսավոր խոսքը։ Պիտի կարդանք, պիտի լսենք, այսօր զանազան փոդքասթներ կան, կրնանք լսել, որովհետեւ կրնանք նորոգվել իրնով։ Ապաշխարության եւ հնազանդության բանալին, իր օրենքներուն, այսինքն հետևելու եւ միշտ դեպի իրեն երթալու կյանք մահապրենք։ Ադոր համար լսավ դերը, երբ պատվիրաններս գործադրեք, պիտի ճանչնաք ճշմարտությունը եւ ճշմարտությունը պիտի ազատեցեք։ Այսինքն միայն լսելը չի բավեր, պետք է գործադրենք, որը ակտիվ ապաշխարությունն է, ակտիվ հնազանդությունն է։ Չեք կրնալ ասել Աստված բան մսածել, բայց ադի հին ադեն, հին ժողովրդի համար էր։ Ոչ, մարդ արարածս չէ փոխված։ Երեք այսօր եւ հավիտյան, գծնինք, կյանք մգավլինք եւ երտանք այս աշխարհին։ Քիչ մը տեխնոլոգին տարբեր է, բայց մարդս նույնն է։ Իր ներկայության խորհուրդը բանալին է սիրելիներ, որը Սուրբ Պատարագն է։ Մենք ամեն անգամ գուքանք իր մարմինը ճաշակելու եւ ադոր միակ տեղը Սուրբ Եկեղեցին է, երբ որ գուքանք ուդելու իր մարմինը, որտեղ սա պիտի խմեք եւ ուդեք իր մարմինես, որ կյանք ունենաք ձեր մեջ։ Հետևաբար, թող մեր հավատքի Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բարեխոսե մեզի համար, որ մենք արժանանանք վերին Երուսաղեմի քաղաքացիները լալու եւ Քրիստոսի հետ մտերիմ կյանք ապրել։ Ուրեմն Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Որովորտյալ ենք հավիդյանս հավիդենից ամեն։